Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լինելով մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացները Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Աստծո կամքով մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր սկսած հաջորդ տարվա սկզբից մեջբերման ավարտը։ Հիշեցնենք, որ կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորությունները նախ եւ առաջ դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դա ոչ միայն Իրանի, առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Թրամփի ուղու վերաբերյալ Իրանի արձագանքին։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի ուղին փաստացի նույնական է Զանգեզուրի միջանցքի նախագծին, հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի համագործակցության որոշակի շրջանակ, սակայն կառույցին անդամակցելու որևէ հավակնություն չունի։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ազգային ժողովն ընդունել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 26 թվականի հունվարից կլինի ոչ թե 24, այլ 18 ամիս։ Օրինագիծն ընդունվել է 65 կողմ 0 դեմ 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Պարույր Սևակի աղմուկ հանած արձանը կհեռացվի զանգակատան միջնակարգ դպրոցի բակից։ Տեղեկությունը հայտնում է Պարույր Սևակի տուն-թանգարանը։ Նշվում է, որ ամփոփվել է թանգարանի անցկացված հարցումը, որին իրավունք ունեին մասնակցելու բոլորը, անկախ թե որ համայնքի բնակիչ են, բայց որոշումը կայացնելու համար հաշվի են առնվել միայն զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Քանդակագործ Լևոն Թոքմանջյանը հայտնել էր, որ արձանը իր նվերն է դպրոցին։